News լրատվականը շարունակում է աշխատանքն ուղիղ եթերում, ես Սոնա Թումանյանն եմ։ Առանց ավելորդ աղմուկի մենք շարունակում ենք թարմացնել աշխարհի լրահոսը ամենօրյա ռեժիմով։ Կադրային քաղաքականության վերանայում էր, թե քաղաքական տողատակեր։ Առավոտը սկսվեց Արմեն Աբազյանի պաշտոնանկ արվելու մասին լուրով։ Տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին։ Վարչապետն ազգային ժողովի ճեպազրույցում ասաց, որ իր կառավարման օրոք ամենաերկար ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցրած Աբազյանին պարզապես հանգստի հնարավորություն է տալիս։ Գործարար Սամվել Կարապետյանի եկեղեցուն աջակցելու հայտարարությանը վերագրվող հետևանքների և մեջբերում եմ իրենց ձևերով հարց լուծողների վերաբերյալ վարչապետն արձագանքեց ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում։ Վարչապետի ուշադրությունից չվրիպեց նաև ՀԵՑ-ի ստեղծած ինչպես ինքն է բնորոշում էներգետիկ ճգնաժամը։ Վարչապետն արդեն տվել էր հանձնարարական, որ 1 ամսվա ընթացքում կամ ժողովրդին հասցված վնասը փոխհատուցվի, կամ Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացվի։ Թե ինչ տրամաբանական շղթայով են կապվում Հայաստանի էլեկտրական ցանցերը, ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնանկությունը և հայ առաքելական եկեղեցին, դիտենք ռեպորտաժում։ Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր բևեռացում է ձևավորվել եկեղեցու և կառավարության միջև։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հոգևոր դասի որոշ ներկայացուցիչների հասցեին, ինչպես նաև մայրաթոռի արձագանքներն ըստ վերլուծաբանների ձևավորում են նոր ճակատ արժեքային և ինստիտուցիոնալ դիմակայության դաշտում։ Ես հայ առաքելական եկեղեցուն և մայրաթոռին չէի կարող, չեմ կարող և պատերազմ չեմ հայտարարել։ Պատերազմ հայտարարել են այն մարդիկ, ովքեր խախտում են հայ առաքելական եկեղեցու կանոնակարգը, խախտում են կուսակրոնության ուխտագիրը, խախտում են մեր ավանդույթները և իմ խնդիրը որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտի հավատարիմ ներկայացուցիչ եկեղեցին վերադարձնելն է հոգևոր արժեքներին և հոգևոր արմատներին։ Վարչապետի խոսքով նա ունի հիմքեր նման կերպ արտահայտվելու առաքելական եկեղեցու ծառաների հասցեին, իսկ ծառաները նրա խոսքով այս հայտարարությունները, որոնցում կոնկրետ մեղադրանքներ կան, չեն վիճարկում։ Ես կարծում եմ, որ ես ունեմ ապացույցներ, եթե ես խոսում եմ, ուրեմն ես ունեմ ապացույցներ, բայց ես առաջարկել էի, դուք չեք նկատել, որ չեն վիճարկում իրենք դա։ Իրենք չեն վիճարկում։ Անլուրջ է ձեր հայտարարությունը։ Իրենք չեն ասում, իրանք ընդհանրապես չեն վիճարկում իմ հայտարարությունները, չեն վիճարկում։ Երբ որ կվիճարկեն, ես առաջարկել էի, եթե իրենք որևէ ձևով վիճարկում են, իրենք կարող են դատի տալ և այդ ապացույցները կներկայացվեն։ Փաշինյանը նաև նշում է, որ իր դիրքորոշումները ամբողջությամբ հիմնված են հայ առաքելական եկեղեցու իրավական կանոնների վրա, որոնք հենց եկեղեցին է արդարադատության նախարարությունում գրանցել որպես հայ առաքելական եկեղեցու կանոնագիրք։ Այս գրքերի մեջ է սահմանված, սրանք հայ առաքելական եկեղեցու դարերով այս գրքի մեջ կանոնները ձևակերպվել են 356 թվականից Աշտիշատի ժողովից սկսած, որտեղ հստակ ասվում է, որ կուսակրոնությունը խախտած եպիսկոպոսը, ես գիտեք, որ կաթողիկոսը նույնպես եպիսկոպոս է, կարգալույծ է արվում։ Արմեն Աբազյանը ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից, քանի որ Փաշինյանի խոսքով Աբազյանն էլ ունի հանգստի իրավունք, եւ այս որոշումը կապ չունի Սամվել Կարապետյանի կալանավորման կամ հայ առաքելական եկեղեցու հետ։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատանքը առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես այն ինչ որ վերաբերվում է անվտանգությանը, այդ թվում հիբրիդային անվտանգության։ Հրաժարվել է որևէ հանձնարարություն կատարել, պարոն Վարչապետ։ Չէր կարող ազգային անվտանգության ծառայության տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել։ Փաշինյանի վկայությամբ Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին անվտանգության խորհրդի մի քանի նիստ է հրավիրվել, թեև հաղորդագրություններ չեն եղել։ Բայց նրա խոսքով այդ նիստերը չեն նշանակում, որ Սյունիքի հետ կապված վտանգ կա։ Նա պնդել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Փաշինյանը վստահեցրել է, որ ունի բոլոր կարողությունները կառավարելու այդ հիբրիդային ռիսկերը։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։
Եկեղեցու հազարամյակների պատմությունը մոռանալու մասին խոսելուց հետո գործարար Սամվել Կարապետյանն արդեն այս պահին Ավան եւ նոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է։ Կարապետյանի առանձնատան դիմաց մինչև լուսաբաց իրեն սատարողների մեծ բանակներ։ Իմ գործընկեր Սիմոն Հովանիսյանը մինչև ուշ գիշեր եղել է իրադարձությունների կիզակետում Կարապետյանի առանձնատան մոտ։ Վարչապետի ֆեյսբուքյան գրառումների նոր հերոսի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար դիտենք ռեպորտաժը։ Գործարար Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելու կոչեր անելու համար։ Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա, քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Քննչական կոմիտեն կալանքի միջնորդություն է ներկայացրել, քննվելու է Ավանի եւ Նորքի ընդհանուր իրավասությունների դատարանում։ Տաշիր ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի 40 վայրկյանանոց հայտարարություններ իշխանությունների զայրույթն առաջացրել, թե որն է լինելու Կարապետյանի մասնակցությունը, բացատրություններն ըստ Նիկոլ Փաշինյանի քննչական կոմիտեն կտա։ Մոմ վառելու հետ կապված կարծում եմ կարող է իր ձևով հարցերը լուծելու մասին հայտարարություն անողը կարող է այդ մասին ցուցմունքներ տալ, բացատրություններ տալ։ Facebook-յան իր էջում դեռ երեկվանից է հայտարարություններ անում Փաշինյանը։ Պոռնկաբարո հոգևորականներն ու նրանց պոռնկաբարո բարեգործներն ինչու են ակտիվացել։ Ոչինչ, նորից կպասիվացնենք, ընդմիշտ։ Վարչապետը օրվա մեջ պարբերաբար նոր հայտարարություններ էր անում։ Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ ստահակ, ավելի ճիշտ ձեզ։ Բա միջամտի արա ինչ ես չուլանում պահկվել։ Երեկոն տանն անցկացրեց Սամվել Կարապետյանը շրջապատված համախոհներով, հարազատ բարեկամներով, որոնք եկել էին աջակցելու գործարարին։ Այնտեղ էր նաև Սամվել Կարապետյանի եղբայրը Կարեն Կարապետյանը։ Նա ասում էր, հավաքվել են ազգային անվտանգության ծառայությանը դիմավորելու։ Դե ինչ ճնշում էլ ուզում ալն է, երբ որ հիմնական հենասյունն է վտանգի տակ դրած է, էլ ինչ ճնշում։ Գան սաղից տունը մտնեն նոր հասկանանք ինչ է կատարվում։ Իշխանական տարբեր մակարդակներում ու ամբիոններում էին գործարարին մեղադրում։ Ինչ է սա նշանակում, եթե ոչ, Հայաստանի Հանրապետության օրինական իշխանության դեմ բռնության գործադրման, այսպես ասած, ավետում, հա։ Առավոտյան Փաշինյանը հայտարարեց. սպառնալիք կար Կարապետյանի ասացի մեջ։ Ես ինչքան էլ ժողովրդավարություն ամենակոշտ եւ ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում։ Սամվել Կարապետյանին աջակցող հայտարարություններն էլ չուշացան։ Աջակցող հայտարարություններ են արել Մայրաթոռը, Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը Իգոր Կրուտոյը, Վլադիմիր Սոլովյովը, Ռուսաստանաբնակ հայ եւ ռուս մի շարք գործիչներ։ Նույնիսկ Գալուգայի հեռուստատեսությունը, որի մեկնաբանները փնտրում էին Փաշինյանի մատնանշած Նիժնի Տապր գյուղը եւ չէին գտնում։ Կապիտուլյանտների ռեժիմի կողմից ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ զավեշտալի քայլերը դատապարտելի են։ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նույնպես դատապարտեց եւ ամոթալի համարեց այս երևույթը։ Տարիներ շարունակ նրա ու իր ընտանիքի գործունեությունը կապված է եղել մեր հայրենիքի զարգացման հետ։ Իր մշտական աջակցությամբ ներկա է եղել հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցող բոլոր կարևոր իրադարձություններին։ Այժմ քննչական կոմիտեի մոտ հավաքվել են գործարարի աջակիցները։ Սիմոն Հովանիսյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։ Թարմացումներ եկեղեցի պետություն օրակարգում վարչապետ Փաշինյանը առցանց իրականությունում լույսը բարի է դարձրել իր ընթերցմամբ սաղմոս հրապարակելով եւ կուսակրանության թեմայով նոր գրառումներով։ Եկեղեցու դեմ եմ դուրս եկել, թե նրա սրբությունները պղծողների հարցրել են նա եւ մեջբերումներ արել հայ եկեղեցու կանոնագրքից, որտեղ սահմանված են հոգեվորականների կարգալույց լինելու պայմանները, հանգամանքները, կուսակրոնության ուխտի պահպանման կանոնները։ Քո քաղցր օրհնությամբ այցելեցիր նրան եւ թանկագին քարերով ընդելուզված պսակ դրիր նրա գլխին։ Կյանք խնդրեց քեզնից եւ նրան տվիր երկար օրեր հավիտյանս հավիտենից։ Մեծ է նրա փառքը քեզնից եղած փրկությամբ։ Փառք ու պարծանք կդնես նրա վրա։ Օրհնության մեջ կհաստատես նրան հավիտյանս հավիտենից, կուրախացնես նրան քո երեսի խնդությամբ։ Ազգային ժողովի ելույթում եկեղեցուն ընդգրկուն անդրադարձ ունեցավ նաև պատգամավոր Մարիա Կարապետյանը։
Ինչպես այն ժամանակ հայ առաքելական եկեղեցին ազատագրական պայքարի գաղափարի կրողը չէր, հաշտ էր կայսրության հետ։ Այդպես էլ այժմ հայ առաքելական եկեղեցին մեր պետության գաղափարի կրողը չէ։ Բայց մենք դա կփոխենք, որովհետև առնվազն մեր ժողովուրդը անտեղի չէ եկեղեցուն ի պահ տվել իր վանքերը։ Ընդդիմությունը եւս զերծ չմնաց հոգևոր թեմայով մեկնաբանություններից։ Եթե վարչապետը սոցիալական հարթակներում սաղմոսն էր տեղադրել, ապա Հայաստան դաշինքից Արմենուհի Գյուրեղյանը հայր մերի իր տարբերակը հնչեցրեց ոչ ավել, ոչ պակաս ազգային ժողովի ամբիոնից։ Ալեն Սիմոնյանն առաջարկեց հաջորդ ելույթում աղոթքն ամբողջությամբ ասել, քանի որ այս անգամ մեջբերում եմ լրիվ չասած, որովհետև լրիվ դեռ չեն սովորել։ Երկիրը թշնամուն հանձնելու ծրագիր է։ Սա ձեր իշխանությունը երկարացնելու ծրագրի բյուջեի կատարողական է։ Դուք ի վիճակի եք պատասխանելու միայն մեկ հարցի. ինչպես ավելի արագ կործանել Հայաստանը։ Եվ ես միշտ ասել ու ասում եմ. դուք պարզապես սխալ չեք գործել։ Դուք գիտակցաբար եք երկիրը հասցրել այս վիճակի։ Եվ վերջում, դադարեցրեք ձեր կեղտոտ արշավը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Առաքելական եկեղեցու հետևորդները դա ձեզ երբեք չեն ների։ Ձեզ հանդուրժելու ժամանակն այլևս անցել է։ Երկրի փրկությունն ու ապագան գտնվում են նրանց ձեռքերում։ Նրանք գալիս են ու գալու են իրենց ձևով մասնակցելու երկրի փրկության գործին։ Այս ճշմարտությունը ձեր դատավճիռն է։ Հայր մեր, որ երկնքում ես, փրկիր մեզ այս չարիքից։ Զիքո է արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Մերձավոր արևելքում լարվածությունների ալիքը շարունակում է ակտիվանալ Իսրայել-Իրան հակամարտություն օր 6։ Կողմերը թարմ ու ավելի հզոր ռազմատեխնիկայի կիրառման են անցել։ Գիշերն Իսրայելի ուղղությամբ արձակվել են հիպերձայնային Ֆաթահ-1 հրթիռներ, նաև ավիահարվածներ են հասցվել Իրանի ռազմական եւ միջուկային օբյեկտներին, այդ թվում Թեհրանի, Սպահանի եւ Նաթանզի շրջակայքում։ Իրանի հրթիռային համակարգերը ոչնչացվել են, իսկ Իրանը պատասխան հարված է հասցրել ավերելով Իսրայելի Մաորի ավիաբազան, որտեղ տեղակայված էին ամերիկյան Թաադ համակարգերը։ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի համբերությունը հատնում է Իրանի առաջնորդ Ալի Խամենեին էլ հայտարարում պատերազմը սկսվում է։ Ասում են ամեն բան ազնիվ է սիրո մեջ եւ պատերազմում պարզ ենք, որտեղ է ավարտվում իսրայելա-իրանական հակամարտության ազնվության գիծը։ Աշխարհի ցնչող խաղաղության ու կրակի դադարեցման կոչերի ֆոնին ամեն օր Իրան-Իսրայել հրթիռային հարվածների ինտենսիվությունը միայն աճում է։ Իրանը հարվածել է Երուսաղեմին ու մի քանի այլ խոշոր թիրախների եւ հայտարարել, թե այս հարվածները վերջին օրերի ամենահզոր ու լայնածավալ հարձակումներից էին։ Իսրայելի ռազմաօդային ուժերը կրկին հարվածել են Թեհրանին։ Ըստ Reuters-ի իսրայելական կողմը կրակ է բացել Գազայում բեռնատարներից օգնություն ստանալու փորձ կատարող ամբոխի վրա, որի հետևանքով ըստ բժիշկների զոհվել է առնվազն 59 մարդ, վիրավորվել 221-ը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, Իրանը ուղերձ է հղել Միացյալ Նահանգներին նոր առաջադեմ հրթիռներով հարվածելով Իսրայելի թիրախներին։ Ըստ իրանական իռնագործակալության վերջին հարվածների ժամանակ օգտագործվել են Ֆաթահ հրթիռների առաջին սերնդի մոդելները, որոնք բազմիցս հաղթահարել են Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգերը եւ ըստ լրատվամիջոցի փոխանցել են Իրանի հզորության ուղերձը Թել Ավիվի պատերազմասեր դաշնակցին, որն ապրում է պատրանքների մեջ։ Իրան-Իսրայել հրթիռակոծությանը զուգահեռ Միացյալ Նահանգների նախագահն է հրթիռի արագությամբ նոր գրառումներ տեղադրում X-ի իր էջում։ Թրամփը Իրանին 24 ժամ է տվել հրաժարվելու իր հրթիռային միջուկային ծրագրերից եւ հանձնվելու համար։ Ապա գրել, որ Միացյալ Նահանգները ամբողջությամբ վերահսկողություն ունի Իրանի օդային տարածքի նկատմամբ։ New York Times-ի տեղեկություններով ամբողջ տարածաշրջանում ամերիկյան զորքը բարձր պատրաստվածության է բերվել մտավախությամբ, որ հակամարտությունը կաճի ավելի լայնածավալ պատերազմի։ Ամերիկացի պաշտոնյաները կարծիք են հայտնել, որ հարձակման դեպքում Իրանը կարող է ականապատել Հորմուզի նեղուցը Պարսից ծոցում Միացյալ Նահանգների ռազմանավերը արգելափակելու համար։ Լիլիթ Մուրադյան, Reopen Media։ Հակամարտությունների ֆոնին չի լռում նաև Ադրբեջանը։ Նախագահ Իլհամ Ալիևը իսրայելա-իրանական լարվածության սրման 6 օրերին օմբուդսմենների միջազգային համաժողովում կրկին նոր օրակարգ է առաջ բերել։ Նորը ճակերտներում արևմտյան Ադրբեջան կեղծ նարատիվի մասին է խոսքը։ Նա համաժողովի մասնակիցներին ուղղված նամակում նշել է այդ ծրագրի իրականացումը որպես խաղաղության պայման։
Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների իրենց նախնիների հողերը վերադառնալու իրավունքը։ Սա տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման եւ մարդու իրավունքների հաստատման էական պայման է։ Սարսափելի տեղահանություններից հետո Հայաստանի տարածքում ոչ մի ադրբեջանցի չի մնացել եւ մեր ժողովրդի հին պատմամշակութային, կրոնական, հոգեվոր ժառանգությունը, այդ թվում հուշարձանները, մզկիթները եւ գերեզմանատները ոչնչացվել են։ Պատմական արդարությունը պահանջում է ապահովել այս մարդկանց խաղաղ եւ անվտանգ վերադարձը հայրենիք։ Միայն միջազգային մամուլը չէ, որ Միացյալ Նահանգների նախագահին ուշադրության կենտրոնում է պահում։ Մենք էլ ենք վերլուծում Միացյալ Նահանգների վարքագիծը Իրանա-իսրայելական հակամարտության ընթացքում։ Ակտիվ մասնակցություն, թե գերտերությանը հարիր սրտացավություն։ Ի սկզբանե Միացյալ Նահանգների կողմից արված հայտարարությունը, թե ինքը տեղյակ չի եղել, որ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսելու Իրանի դեմ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանի համոզմամբ անկեղծ հայտարարություն է եղել։ Ռեպորտաժն ամբողջությամբ 18:00-ի թողարկմանը, իսկ այս պահին հատված։ Կարծում եմ, որ Թրամփը այդուհանդերձ ամենայն հավանականությամբ ինչ-ինչ գործողություններ կիրականացնի, բայց այդ գործողությունները չէ լինի համակային գործողություններ, միգուցե Իսրայելին կտրամադրի լրացուցիչ տեխնիկական միջոցներ, որովհետև այն ինչ Իսրայելը ունի, ոչ ամբողջությամբ կարող է հարվածների արդյունքում ոչնչացնել Իրանի միջուկային, այսպես ասենք, ենթակառուցվածքները։ Իսրայելի հայ համայնքային գործիչներից իսրայելահայեր պարբերականի հիմնադիր Արտյոմ Չեռնամորյանը Reopen Media-ին մեկնաբանություններ է տվել Իսրայելի մեր հայրենակիցների մասին, պատմել հրթիռակոծություններից։ Ամբողջական ռեպորտաժը մեր եթերում կլինի հաջորդ թողարկումներում, կրկին այս պահին փոքր հատված դիտենք։ Բարեբախտաբար հայերի շրջանում զոհեր ու վիրավորներ չունենք, բարեբախտաբար։ Ընդհանուր լարված իրավիճակ է, ասենք տարբեր օրվա կտրվածքով մի քանի անգամ հրթիռահարումներ են լինում, գիշերը հրթիռահարումներ են լինում, նաև ԱԹՍ-ներ են բաց թողնվում Իսրայելի հյուսիսի եւ կենտրոնի ուրեմն ուղղությամբ։ Հայաստանում Իրանի դեսպանությունը ի պատասխան Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան հայտարարության, որում զգուշացվում էր Միացյալ Նահանգների քաղաքացիներին չմոտենալ Հայաստանում իրանական կառույցներին, դեսպանատանը նույնիսկ Երևանի Կապույտ մզկիթին հանդես է եկել հայտարարությամբ։ Դեսպանատան աշխատակից Պույա Հոսեյնիի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ամերիկյան դեսպանության նախօրեի հայտարարության նպատակը կասկածի եւ վտանգի մթնոլորտ ստեղծելն է Հայաստանում իրանական կառույցների շուրջ, միաժամանակ հայ ժողովրդի եւ Իրանի ու նրա կառույցների միջև եղբայրական, բարեկամական եւ խոր հարաբերությունների վրա բացասական ազդեցություն ունենալու փորձ։ Հիշեցնում ենք, որ այդ երկիրը երկարամյա պատմություն ունի այլ երկրների ներքին գործերին միջամտելու գործում։ Ցանկանում ենք հիշեցնել Միացյալ Նահանգների դեսպանությանը, որ նրա մոլորեցնող եւ հնացած մեթոդները որևէ արժեք չեն ներկայացնում մեր բարեկամ եւ հարևան երկիր Հայաստանում։ Հայաստանի ժողովրդի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև կապը անկախտելի է, ասված է հայտարարությունում։ Fake news-ի տարածման համար նպաստավոր ժամանակներ են, բառացիորեն ամեն քայլափոխի պատերազմ, լրատվությունը ագահորեն սպառող լսարան։ Մեդիագրագիտության պակասը հեշտությամբ մեզ կարող է ծուղակը գցել, իսկ փաստերի ստուգում, ինֆորմացիոն աղբյուրի հետևից գնալ շատ գունավոր երևակայություն ունեմ երևի այս պահին։ Հանրային կարծիքը գլխի վայր շուռ տալու, մեծ խմբեր կառավարելու եւ իրավիճակի տերը դառնալու աշխատող գործիք է fake news-ը, իսկ արհեստական բանականությունը, որը չնայած դեռ մեզնից խելացի չէ, օգնության է հասնում այս հարցում եւ ստի տարածման օպերացիան հաջողված է։ Իսրայելա-իրանական բախումների ընթացքում արհեստական բանականության կիրառմամբ համակարգերի դերը կտրուկ մեծացավ ոչ միայն հակամարտող կողմերի հանրություններում բարեհոգեբանական դիմակայության ու կայունության եւ իրադարձությունների զարգացման հետևող միջազգային հանրության տրամադրություններում, այլև բուն ռազմական գործողություններում։ Մասնավորապես Իսրայելի երկաթե գմբեթ հակարթիռային պաշտպանության համակարգը կիրառում է արհեստական բանականությամբ ալգորիթմներ, մուտքային հրթիռների ու ԱԹՍ-ների ուղիները արագ հաշվարկելու եւ հասցեագրվող վտանգը կանխատեսելու համար։ Սա թույլ տվեց իրական ժամանակում բարձր արդյունավետության որսալ Իրանից արձակված հրթիռների ու անօդաչու սարքերի զգալի մասը։ Վերլուծությունները փաստում են, որ մեքենայական ուսուցման բարելաված մոդելները կարողացել են կանխատեսել անօդաչուների թռիչքի ուղիները, բարձրացնելով խոցման արդյունավետությունը մինչև 96%։ Մոսադը նախապես գաղտնի ներմուծել ու Իրանի տարածքում տեղակայել էր հարվածային ԱԹՍ-ների պարսեր, որոնք հարվածեցին Թեհրանի մերձակայքում գտնվող իրանական հրթիռային կայաններին։ Նմանատիպ գործողություն վերջերս իրականացրել էր նաև Ուկրաինան։
Նման հնարքը ամենայն հավանականությամբ իրականացվել է արհեստական բանականության օգնությամբ, միաժամանակյա բազմաթիրախ հարձակումը համակարգելու նպատակով։ Տեղեկատվական ճակատում երկու կողմերն էլ ակտիվորեն կիրառում են արհեստական բանականության վրա հիմնված տեխնոլոգիաներ, հասարակական կարծիքը իրենց օգտին շրջելու եւ հակառակորդի տեղեկատվական դաշտի աշխատանքը խաթարելու համար։ Իսրայելի պաշտպանության բանակը օգտագործել է իրական ժամանակում թարգմանող արհեստական բանականության գործիքներ, որպեսզի սեփական ուղերձները մի քանի րոպեի ընթացքում փոխանցվեն պարսկալեզու կամ արաբալեզու լսարաններին։ Ինչպես տարբերակել արհեստական բանականությամբ գեներացված արհեստական տեսանյութներ իրականից եւ խուսափել տեղեկատվական ծուղակներից։ Միակ խորհուրդը, որ ես ընդհանուր կարամ տամ, գլխավորը նայեք որտեղից եք նայում ինչ որ նյութ։ Եթե դա ինչ որ լուրջ աղբյուրա, լուրջ լրատվամիջոց է, այդ դեպքում կարող համոզված լինեք, որ իսկական է։ Իսկ ինչ որ Telegram-ում եւ սոցցանցերում տարածվում է, ես խորհուրդ կտամ դրա վրա ուշադրություն չդարձնել։ Ու ընդհանուր գնալով դա տենց հալնելու։ Մասնավորապես Թել Ավիվի տարհանման վերաբերյալ կոչի իսկությունը չի հաստատվել։ Համացանցում ակտիվ տարածվում է մի հայտարարություն։ Կոչ են կանում Թել Ավիվի բնակիչներին անհապաղ լքել քաղաքը։ Այն վերագրվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։ Պաշտոնական աղբյուրներում նման կոչի մասին տեղեկություններ չկան։ Իսրայելա-իրանական բախումներն ուղեկցվեց նաև սոցիալական ցանցերում ապա տեղեկատվության հորձանքով, որի զգալի մասը ստեղծված էր արհեստական բանականության միջոցով։ Մի շարք վերլուծություններ փաստում են, որ Իրան-Իսրայել հակամարտության սրացման հետ մեկտեղ բազմաթիվ կեղծ լուսանկարներ ու տեսանյութներ էին տարածում թվային տիրույթում։ Որոշները գեներացված էին արհեստական բանականությամբ, մյուսները չէին համապատասխանում ժամանակագրական առումով։ Մասնագետները հորդորում են ստուգել տեղեկությունը, նշելով, որ կան մի քանի կետեր, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ AI-ով գեներացվածը միշտ ունի սպეციფიკա շարժման հեչ։ То есть ուշադրություն դարձրեք ոնց է շարժվում, շարժումը եթե մի քիչ ավելի գրաֆիկային նման է, ավելի կոմպյուտերային խաղի նման է, կարա դա ծառայի որպես ապացույց, որ դա գեներացված է, եւ երրորդը դա որակն է, որպես կանոն որակը շատ գեր լավ չի լինում, դա նաև հատուկ են անում, որպեսզի դու դետալները վատ տեսնես, բայց նաև այն եմ ասում, եթե ուզենաս անես տենց, որ չտարբերվի, գոյություն ունեն թուլեր, որ իր որակը լավացնում է եւ դարձնում է բարդ։ 2025 թվականի բախումներն ընդգծեցին արհեստական բանականության կարևորությունը ժամանակակից հիբրիդային հակամարտություններում։ Տեղեկատվական դաշտում արհեստական բանականությունը խորացրեց տեղեկատվական ճգնաժամը, դժվարացնելով ճշմարտության բացահայտումը։ Նման մեթոդները ցույց են տալիս, որ արհեստական բանականությունը ոչ միայն ռազմական, այլև հոգեբանական պատերազմի գործիք է, որի ազդեցությունը կշարունակի անշեղորեն աճել։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Սրբենք դատական համակարգի կայացրած որոշումների վրայի փոշին կամ երբ որոշումներն անբեկանելի են, իսկ մեղավոր ճանաչվածը փաստացի չի ընդունում մեղքը։ Խոսքը Պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ լեյտենանտ Ջալալ Հարությունյանի մասին է։ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով Ջալալ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել 5.5 տարի ազատազրկման։ Գործը հարուցվել էր պարզելու 44 օրյա պատերազմում Ցորի D20 դիվիզիոն 20 զինծառայողների զոհվելու հանգամանքները։ Զոհվածների հարազատները ծափահարել են դատավճռի հրապարակումից հետո, ըստ մեղադրանքի, Հարությունյանը մոտեցող թշնամուն ներկայացրել է որպես մերոնքական, ինչի հետևանքով տղաները չեն կարողացել պաշտպանվել։ Ջալալ Հարությունյանը չի ընդունում մեղքը։ Մինչև միջազգային հարթակներում խաղաղության կեղծ սպիտակ դրոշն են ծածանում ադրբեջանցիները, Բաքվում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործով հերթական դատական բեմադրությունն է շարունակվում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ մի շարք այսպես կոչված տուժողներ են ցուցմունքներ տվել։ Հարցաքննության սկսվելուց առաջ դատավոր Զեյնալ Աղայևը տուժողներին եւ տուժողների իրավահաջորդներին բացատրել է նրանց իրավունքները։ Մի շարք տուժողների իրավահաջորդներ պատմել են իրենց որդիների կամ մյուս հարազատների զոհվելու հանգամանքները Բերձորում, Խարվաճառում եւ այլ վայրերում։ Տրամաբանական կապ մի փնտրեք հարգելի ունկնդիրներ, որովհետեւ չկա։ Իսկ թատերականացված ներկայացման հաջորդ էպիզոդը հունիսի 24-ին է։ Պատերազմական խանդ կորակեմ իրանա-իսրայելական հակամարտության ֆոնին Ռուսաստանի նոր ակտիվությունը։ Այս անգամ ռուսական կողմի հրթիռակոծության թիրախում Կիևն ու Զապորոժիեն են։ Ուկրաինական կողմը հայտնում է, որ զոհերի թիվը հասել է 21-ի, վիրավորվել է 200-ից ավելի մարդ։ Նախորդ գիշեր Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է 440 անօդաչու թռչող սարք, 20 թևավոր հրթիռ, 2 բալիստիկ հրթիռ եւ 9 կառավարվող հրթիռ։ Հարձակման հիմնական թիրախը Կիևն է եղել։ Զապորոժիեում շահիդ անօդաչու սարքերի հարվածների հետևանքով բռնկվել է 3 խոշոր հրտե, ավերվել են պահեստներ, այրվել մեքենաներ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը գտնվում է Կանադայում G7
Գագաթնաժողովին մասնակցելու համար հարձակումները որակել է ահաբեկչություն եւ կոչ արել միջազգային հանրությանը արձագանքել։ Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պարզենում է նախորդ գիշեր մի քանի մարզերի երկնքում խոցված գրեթե 200 ուկրաինական անօդաչու թռչող սարքերով։ Ռոսավիացիան հայտարարել է Մոսկվայի, Կալուգայի, Տամբովի եւ Նիժնի Նովգորոդի օդանավակայանների ժամանակավոր փակման մասին։ Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Նրա խոսքով Բրյուսելը մտադիր է 2027 թվականից ընդմիշտ հրաժարվել ռուսական գազից, որպեսզի Մոսկվան էներգետիկ լծակը որպես զենք չօգտագործի Եվրոպայի դեմ։ Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը որոշել է Դոմոդեդովո օդանավակայանը բռնագրավել պետության օգտին։ Դատարանի որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես։ Renews լրատվականի հաջորդ թողարկումը ժամը 18-ին է։ Հետևեք բազմալեզու լրատվությանը մեր սոցիալական հարթակներում ժամը 21-ի թողարկումից հետո։ Տաղավարում աշխատեց Սոնա Թումանյանը, մինչ նոր հանդիպում։